Պարոն քաղաքապետ, կուզեի ներկայացնել Երևանի շտաբ օգնության ձեռք բերված 7 նոր ժամանակակից եւ գերագեցած Mercedes-Benz Magnus-ի շտաբ բուժօգնության մեքենաները, որոնցից 6-ը գծային մեքենաներ են 38 միլիոն դրամ արժողությամբ եւ մեկը Reanimobil 45 միլիոն դրամ արժողությամբ։ Հարկ եմ համարում նշել, որ պայմանագրի համաձայն ավտոմեքենաների հետագա տեխնիկական սպասարկումը հաջորդ 3 տարիներին կամ 150,000 կիլոմետրի դեպքում իրականացվելու է պաշտոնական ներկայացուցիչի կողմից, ինչը նշանակում է, որ բացառելու ենք հավելյալ սպասարկման ծախսերը։ Ավտոմեքենաների ձեռքբերումը իրականացվել է կազմակերպության կողմից 2.5 տարվա ընթացքում սեփական ֆինանսական միջոցների եւ լիզինգային շրջանակներում կոստադրույքի 14%-ը սուբսիդավորել կառավարություն։ Նոր ավտոմեքենաներ ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ հնարավորություն են տալիս շտաբ բուժօգնության անձնակազմին առավել արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին, բարձրացնելով բնակության մատուցվող ծառայությունների որակը։ Ավտոմեքենաների ձեռքբերումը նաեւ նշանակալի է այն իմաստով, որ ի տարբերություն նախկին համալրումների ավտոմեքենաները նորեն ձեռք են բերվել կազմակերպության սեփական միջոցներով եւ բոլոր մեքենաները բացի ապահովագրությունից ունենալու են նաեւ կասկո ապահովագրություն, ինչը երբևիցե նույնպես կիրառված չի եղել։ Այս պահին ունենք 57 շահագործող մեքենա եւ այս 7 նոր ձեռք բերված է։ 26 թվականի ընթացքում նախատեսում ենք ձեռք բերել եւս 10 մինչեւ 10 մեքենա։ 25 թվականին ՀՀ վարչապետի կողմից հրավիրած միջկերատեսչական խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՀ ամբողջ տարածքում իրականացնել մեկ համընդհանուր շտաբ օգնության համար մեկ համընդհանուր կանչի գին։ Կանչի գնի վերանայման եւ բարձրացման արդյունքում իրականացնենք բժիշկների, բուժքույրերի եւ արտների աշխատավարձ։ Այդ հատվածը նորից բան Կարապետյան, լավ չլսեցինք։ Ըստ միկրոֆոնն ներողություն։ 25 թվականին վարչապետի կողմից հրավիրած միջկերատեսչական խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածությամբ ամբողջ ՀՀ տարածքում գործող շտաբ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սահմանել մեկ համընդհանուր կանչի գին։ Կանչի վերանայման եւ բարձրացման արդյունքում իրականացնենք բժիշկների, բուժքույրերի եւ վարորդների աշխատավարձերի բարձրացում։ Այս ամենակարևոր հատվածն է, էլի։